Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն է։ Բեմում հայ, վրացի, իտալացի ստեղծագործողներ են, որոնք ունկնդրին են ներկայացնելու ականավոր կոմպոզիտոր Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» հանրահայտ օպերան։ Բեմադրությունը վստահվել է Իտալիայի հեղինակավոր Լա Սկալա օպերային թատրոնի ռեժիսոր Մարիո Ակամպային։ Շատերն են ինձ պատմել, թե որքան անհավանական են Երևանի օպերային թատրոնը, այս երկիրը, թե որքան լավ ձայներ կան այնտեղ։ Դա իսկապես այդպես է։ Ռեժիսորը Երևանի օպերային թատրոնի հետ համագործակցելու առաջարկը ստացել է թատրոնի տնօրեն դիրիժոր Կարեն Դուրգարյանից։ Մի շարք հետաքրքիր բեմադրությունների հեղինակ է, սակայն պայացների շուրջ առաջին անգամ է աշխատում։ Կարծում է պայացները դեռ արդիական է, քանի որ մարդկային բարդ հարաբերություններին վերաբերող թեմաները երբեք չեն հնանում։ Այս պատմությունը մի կնոջ մասին է, որը ցանկանում է ազատ, անկախ լինել, ընտրել այն տղամարդուն, որին սիրում է, սակայն չի ուզում կորցնել իր աշխատանքը։ Իսկ Անյոն, նրա ամուսինը, չի կարող ընդունել կնոջ ազատությունը, ինչը բռնության է հանգեցնում։ Դասական պատմությունը երևանյան բեմում է ժամանակակից մոտեցումներով եւ լուծումներով։ Ռուջերո Լեոնկավալոն ոչ միայն հոգեթով երաժշտության, այլև լիբրետոյի հեղինակն է։ Ըստ Ակամպայի կոմպոզիտորը կարողացել է սյուժեի ամեն մանրուք հմտորեն ներկայացնել երաժշտության, խոսքի, շարժման միջոցով։ Ցանկացել եմ ավելի իմաստալից դարձնել այս պատմությունը երիտասարդների համար, որոնք կարող են գալ այս զարմանալի թատրոն։ Մենք մեծ պատասխանատվություն ենք կրում մեր երեխաների եւ ապագա սերունդների առաջ։ Բռնությունները, որոնք նրանք տեսնում են հեռուստատեսությամբ կամ սմարթֆոններով, սարսափելի են։ Մեծահասակներս հնարավորություն ունենք դադարեցնել այդ ամենը։ Լեոն Կավալոն գրել է այս պատմությունը, քանի որ երիտասարդության տարիներին նման իրավիճակի ականատեսն է եղել։ Պետք է անել հնարավորը, որ մեր երեխաները կանյոյի չվերածվեն։ Ներկայացման գործողությունները զարգանում են 19-րդ դարի Իտալիայում, Կալաբրիա մարզի Մոնտալտո փոքրիկ գյուղում։ Կանյոյի, Նեդայի, Սիլվիոյի եւ Տոնիոյի ողբերգական պատմությունը գերում է, հուզում։ Կանյոյի դերակատարներից մեկը Թբիլիսիի օպերային թատրոնի մեներքիչ Միխեիլ Շեշաբերիձեն է։ Նա հայաստանյան հանդիսատեսին ծանոթ է Օթելո ներկայացման շնորհիվ։ Խոստովանում է, թե վոկալի, թե երաժշտության, թե դերասանական կատարման իմաստով Կանյոյի կերպարը բավականին բարդ է։ Կանյոն հիասթափված է, վիրավոր է եւ չի կարողանում հանդուրժել այն, ինչ կատարվել է։ Հանրահայտ Ռիդի Պալիաչո արիայում նա արտահայտում է այն ցավը, որը կրում է սրտում, սակայն անգամ այդ վիճակում ստիպված է բեմ բարձրանալ եւ անել հնարավորը, որ հանդիսատեսը ծափահարի։ Շեշաբերիձեի կյանքում եւս եղել են հիասթափություններ, կորուստ, ընկերների դավաճանություն եւ այլն, սակայն միշտ բեմ է բարձրացել, երգել, քանի որ կարծում է մարդկանց, որոնք գալիս են օպերային թատրոն բարձր արվեստի հետ հաղորդակցվելու, դա չի հետաքրքրում։ Կյանքում 3 կամ 4 անգամ է հնարավոր 100%-ով հանդես գալ, ուստի ամեն ելույթի ժամանակ պետք է փորձենք լավագույնս ներկայանալ, որ հանդիսատեսը տուն վերադառնա եւ ասի, թե ինչ հիանալի ներկայացում էր։ Պայացների գլխավոր դերակատարներից մեկը միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր Ջուլիանա Գրիգորյանն է։ Նա հանդես է գալիս աշխարհի ամենահեղինակավոր բեմերում եւ միշտ սիրով է վերադառնում հայրենիք։ Ուրախ է կրկին ելույթ ունենալ Հարազատ թատրոնում եւ առաջին անգամ հանդես գալ Նեդայի դերերքով։ Արդեն ավելի լավ եմ ես իրեն զգում, այդ հակասությունը ընտրության, գնալ դեպի ազատություն, թե մնալ իրեն սովոր միջավայրում, բայց սահմանափակ, շատ մեծ բավականություն եմ ստանում պրոցեսից, գործընթացից եւ համոզված եմ, որ վերջնական արդյունքը բոլորին շատ դուր կգա։ Երգչուհին նշում է, չնայած միջազգային թիմ է հավաքվել ներկայացման շուրջ, սակայն միմյանց հասկանալը հեշտ է, քանի որ խոսում են արվեստի լեզվով։ Օպերային թատրոնում պայացներն առաջին անգամ հատվածաբար բեմադրվել է 1935 թվականին։ Ամբողջական բեմադրությունն իրականացվել է 1937-ին, այնուհետև 1944-ին։ Վերջին անգամ պայացները երևանյան բեմում է եղել 30 տարի առաջ։ Նոր ոգով, շնչով եւ մոտեցումներով շքեղ ներկայացման առաջնախաղերը նախատեսվում են մարտի 27, 28 եւ 29-ին։ Անժելա Համբարձումյան, Հայկ Բարսեղյան, Armenpress։